այդ խնդիրները լուծել միանգամից արագ եւ դրական լուծումներ ունենաք։ Սիրելի, այսպես ջրհոսներ ձեր երրորդ տունն է քույր, եղբայր, ինֆորմացիա, հարևաններ, Սատուրնը Նեպտունի հետ խոյի կենդանակերպում նախ ուշադիր եղեք, որպեսզի ձեր փոխհարաբերությունները այդ մարդկանց հետ չբարթանան, հնարավոր է ձեր քույրը, ձեր եղբայրը իրականությունից կտրվի, փորձի օգտագործել ալկոհոլ, կոնֆլիկտի միջոցով ոչ մի հարց չեք լուծելու, սիրելի հետևորդներ, ուղղակի պետք է հետևողական լինեք, համբերություն ունենաք, որպեսզի կարողանաք օգնել նրանց։ Նեպտունը դա հոգևոր արժեքներ են, կարող եք նրանց ուղղորդել դեպի կրոնափիլիսոփայական այդ ուսմունքները, կարող են դիմել քահանաներին, գնալ եկեղեցի, համբերատար պետք է լինեք նրանց հանդեպ։ Եթե լրատվամիջոցներում եք գործունեություն ծավալում, նոր թեմաներ կլինեն, որոնք կապված կլինեն եւ կրոնի հետ, եւ փիլիսոփայության հետ, եւ հոգեբանության հետ, կարող եք նրանց ուղղորդել նաեւ հոգեբաների աջակցությանը, իսկ եթե ցանկանում եք գնել այդպես փոխադրամիջոց, երրորդ տունը դա փոխադրամիջոցն է, եթե հնարավորություն է, կարող եք գտնել նավ, Նեպտունը Սատուրնը խոյի կենդանակերպում, դրանք այն փոխադրամիջոցներ են, որոնք արագընթաց են, որոնք Սատուրնը պաշտպանիչ այդպիսի շերտ ունեն, իսկ Նեպտունը, այո, դրանք ջրային վայրերն են, որտեղ ուղղակի եթե համապատասխան բիզնես ունեք, ապա այդ փոխադրամիջոցը ձեզ մեծ հաջողություններ կարող է բերել։ Սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, կույսերի 8-րդ տանն է, ձկների 2-րդ տանն է, գիտեք, որ 8-րդ տունը դա հանրային գումարներն են, բանկերն են, կտակն է, ձեր կողակցի, ձեր գործընկերոջ այդ գումարներն են։ Այստեղ Նեպտունը Սատուրնը խոյի կենդանակերպում անսպասելի հաջողություններ կարող եք ունենալ, նրանք կարող են անսպասելի ներդրումներ կատարել, նաև անսպասելի ձեզ կարող են կտրել այդ ամենից ֆինանսավորումներից ձեր գործընկերը, ձեր զուգընկերը, եթե դուք արդար չեք եղել, որտեղ արդարության մոլորակն է այստեղ Նեպտունի հետ, նրանք ովքեր զբաղվում են համապատասխան բիզնեսներով, Նեպտունը դա հյուրանոցա-ռեստորանային բիզնեսն է, խոյը դա տաք երկրներն են, Սատուրնը նաև դրանք այն բիզնեսներն են, որտեղ արկա են այդ Սատուրնը ժայռեր, մագլցելը, քարեր, այն վայրերը, որտեղ նաև ակտիվ է Սատուրնի գործունեությունը, զգուշ եղեք սահմանափակումներից, եթե դուք այս տարիների, մանավանդ Նեպտունը մոտավորապես ձկների կենդանակերպում 10 տարուց ավելի է գտնվում, ասեցինք 11 թվականից մինչև 25 թիվը, եթե արդար եք եղել, ապա պարգևատրում կստանաք ձեր գործընկերները, ձեր զուգընկերները հնարավոր է ձեզ հովանավորեն ձեր նոր այդ պրոյեկտների համար, որոնք կբերեն ձեզ ֆինանսական մեծ